Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, այսօր հեռավար տարբերակով զրուցելու եմ քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քանանյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Պարոն Քանանյան, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը երեկ Մայրաթորի բակում համոզմունք հայտնեց, որ Հայաստանը պետք է անդամակցի Ռուսաստան-Բելարուս միութենական պետությանը։ Կխնդրեմ ձեր գնահատականը տաք այս հայտարարությանը, որքանով է այն ադեկվատ, հատկապես Արցախում տեղի ունեցած վերջին զարգացումներից հետո, արդյոք Բալասանյանը նույն ճակատագիրը նաև Հայաստանի համար է ցանկանում։ Իհարկե ես մեծապես գնահատում եմ Վիտալի Բալասանյանի առաջին Արցախյան պատերազմում ունեցած որոշակի ներդրում, մենք չպետք է այն ուրանանք, սակայն դրանից հետո եւ հատկապես որպես քաղաքական գործիչ նա մեղմ ասած միշտ եղել է խիստ անլուրջ եւ ես պարզապես ժամանակ չէի կամենա վատնել անլուրջ մարդու ասելիք, պատկերացում, առասարակ որևէ բանից գաղափար չունեցող մարդու անկապ խոսակցությունները մեկնաբանելու, այստեղ միակ բանը, որ կարող ենք ասել, որ չի բացառվում, որ նրան հատուկ ուղղորդում են Փաշինյանի վարկանիշը բարձրացնելու համար, որովհետև այսպիսի անհեթեթ արտահայտություններ անելը մեծապես կարող է խնդիր ստեղծել այն մարդկանց համար, որոնք միութենական պետության մեջ Հայաստանի Հանրապետության ոչ միայն ինքնիշխանության համար վտանգ են տեսնում, այլ առասարակ գոյության համար։ Եվ իհարկե եւս մեկ բան պետք է հավելեմ, Վիտալի Բալասանյանը պետք է, եթե երբևէ մենք Հայաստանի Հանրապետությունում կունենանք ազգային իշխանություն, պետք է առնվազն շատ լուրջ բացատրական տա, թե ինչպես եւ ինչ հանգամանքներում եւ ինչ նպատակներով նա գործնականում համագործակցում էր ոչ միայն ռուսական, այլև նախ եւ առաջ ադրբեջանական իշխանությունների հետ Արցախի վերջնական հայաթափությանն ու գրավմանը ընդառաջ։ Ես կարծում եմ, որ այնտեղ կարող են լինել նաեւ ազգային եւ պետական դավաճանության տարրեր։ Այսինքն ես ճիշտ եմ հասկանում, նպատակը հակառուսական տրամադրություններ գեներացնելն է, որը Նիկոլ Փաշինյանի վարկանիշը կբարձրացնի եւ նա հանդես կգա որպես մի ղեկավար, ով պաշտպանում է Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը եւ տարածքային ամբողջականությունը։ Նայեցեք, սա կարող է ընդամենը վարկած լինել, թերևս որոշակիորեն դավադրամոլական վարկած։ Ես բոլորովին անկեղծ ամենայն անկեղծությամբ չեմ կարող բացառել, որ դա պարզապես իր անհեթեթ մտածումների անլուրջ եւ անպատասխանատու հայտարարությունն է, որովհետեւ մենք գործ ունենք խորապես քաղաքականապես անգրագետ եւ պատասխանատվության եւ գիտելիքների տեսանկյունից խորապես անլուրջ անձի հետ։ Հետևաբար անլրջության վարկածը նույնպես մերժելի չէ։ Պարոն Քանանյան, դուք Կապանում եք բնակվում, նախորդ շաբաթվա վերջին մամուլը գրեց, որ Կապանում կրակոցներ են հնչել, նշվում էր, որ դա հենց շփման գծի հարևանությամբ է տեղի ունեցել։ Որքանով կարող եք այս տեղեկությունը հաստատել կամ հերքել եւ այս մասով կխնդրեմ նշեք քաղաքում եւ Կապան համայնքում ինչ տրամադրություններ են տիրում։ Քաղաքում սովորական առօրեական տրամադրություններ են տիրում, ինչ որ չափով դա լավ է, որովհետեւ այս պահին լավ է, որ մարդիկ պարզապես իրենց առօրեական անելիքներին հետամուտ լինեն, քանի որ չափազանց քիչ հնարավորություն ունեն ընդհանուր իրավիճակի վրա քաղաքականապես ազդելու, թեպետ եւս գոնությունը եւս պետք չէ կորցնել, գալով ձեր հարցին, Կապանը ընդարձակ հասկացություն է, գոյություն ունի Կապան քաղաքը եւ գոյություն ունի Կապան համայնքը։ Ուրեմն նախ պետք է հստակորեն ասեմ, որ Կապան համայնքի որոշ բնակավայրերում, մասնավորապես Շիկահող եւ Սրաշեն բնակավայրերում, որոնք մերձ են ոչ միայն ներկայիս այսպես կոչված պետական սահմանին, այլև պարզապես աշխարհագրորեն գտնվում են Կովսականի գլխին, այսինքն այդ կողմից, եթե հյուսիսային Իրան Արաքսամերձ հատվածներում եղած լինեին կամ եղել են վստահաբար որոշ հարվածներ, ապա այդ պայթյունների ձայնը անարգել Կովսականի դաշտավայրով պետք է ներթափանցեր Սյունիքի նախալեռներ եւ բնականաբար ինչպես եւ Մեղրիում, այնպես եւ իմ հիշատակած բնակավայրերում պայթյունների ձայնը, ռազմական գործողությունների ձայնը պետք է որ անխոչնդոտ լսվի։
Հիմա Կապան քաղաքն էլ ունի տարբեր բավական ձգված քաղաք է, եւ ես բոլորովին չեմ բացառում, որ Կապան քաղաքի որոշ հատվածներում հնարավոր է լսել հատկապես ուժգին պայթյունների ձայներ։ Այստեղ միակ բանը, որ պետք էր փորձագետների ուշադրությունը հրավիրել եւ առավել եւս եթե ունենայինք ազգային եւ առհասարակ պետականություն, նաեւ պետական մարմինների հետաքրքրությունը պետք է հարուցեր, այն տվյալներն էին, որոնք միանգամայն չճշտված են, բայց որոնք մենք իսպառ բացառել նույնպես չենք կարող, այն է, որ Նախիջևանի օդակայանի հարևանությամբ ադրբեջանական ներկայից վերահսկողության տարածքում հասցված հարվածներից բացի իրանական կողմը հարվածել է նաև Կովսականի, այսինքն ադրբեջանական անվամբ Զանգելանի հարևանությամբ թեականորեն գտնվող այնպիսի վայրերին, որոնք կարող են կապ ունենան իսրայելական հետախուզության կամ իսրայելական բանակի հետ, քանզի անխտիր բոլորիս համար միանգամայն հստակ է, որ Իսրայելի անմիջական աջակցությամբ Արաքսամերձ Արցախյան տարածքներին վերատիրած Ադրբեջանը դրա դիմաց պետք է այդ տարածքների աշխարհագրական հնարավորությունները հատկացներ իսրայելական ռազմական նպատակների համար Իրանի դեմ։ Հետևաբար այն, որ եւ Նախիջևանում, եւ գրավյալ Կովսականում, եւ գրավյալ Ջրականում գիտե որ ֆիզուժված վայրում եւ Կովսանում այևը նաև օդակայաններ է կառուցվել, որոնք միանգամայն Իսրայել նպատակ կառույցներն են, այստեղ որևէ նվազած լինել կարող։ Ինչպես նաև միանգամայն կասկած չի կարող լինել, որ այդ տարածքներում Իսրայելը կարող է ոչ թե կարող է, այլ վստահաբար տեղադրել է որոշակի հետախուզական վտանգավոր սարքեր Իրանի անվտանգության համար։ Հետևաբար տեսականորեն բացառել, որ ինչ որ մի օր հարվածներ կլինեն կամ արդեն իսկ եղել են մասնավորապես Կովսականի հատվածում իսրայելական նոր ռազմական ենթակառուցվածքներին, մենք չենք կարող որևէ տարակուսանք ունենալ, այլ հարց է, որ Ադրբեջանը մեծապես եւ հանրորեն եւ համաշխարհային մակարդակի վրա աղմուկ բարձրացնելով Նախիջևանյան դեպքի համար որևէ հայտարարություն չի արել Կովսականի մասով։ Թեպետև եւ դրանով կավարտեմ, որպեսզի անիմաստ չերկայնաբանեմ, որոշ տվյալներ կամ մեկնաբանվել են, կամ որոշ ականատեսների վկայություններ մեկնաբանվել են այնպես, որ այնուամենայնիվ որոշակի խիստ հավանական հարվածներ եղել են նաև Կովսականի շրջակայքում գտնվող իսրայելական հետախուզական ենթակառուցվածքներին, բայց առ այդ մենք որևէ պաշտոնական հաստատում չունենք ադրբեջանական կողմից։ Եվ եթե Իրանը ադրբեջանական լարվածությանը եւ հակամարտության հնարավոր սրմանն ու աշխարհագրության ընդլայնմանը անդրադառնանք, ապա ինչ եք կարծում, այս սցենարը Հայաստանի Հանրապետության համար ինչ ռիսկեր եւ անվտանգային մարտահրավերներ է պարունակում։ Իրականում ծայրահեղ մեծ ռիսկ էր եւ այստեղ ես չեմ ուզում խոսել այս պահին հերահար եւ թերևս անիրականանալի այն երազանքի մասին, որ հնարավոր կլինի ադրբեջանախոսաբնակ, ես այսպես կամ թուրքախոսաբնակ, ես չեմ ուզում լիովին ատրպատականի թուրքախոսներին ադրբեջանցի անվանել, ոչ որովհետեւ նրանք բոլորը ադրբեջանցի չեն, նրանց զգալի մասի արյան մեջ իսկապես թուրքական ծագում կա, բայց այնտեղ նաև բավական ստվար է նախկինում ազգությամբ պարսիկ եղած բնակչությունը, որը դարերի ընթացքում գերակա թուրքախոս միջավայրում ապրելով հետզհետե կորցրել է կենցաղային մակարդակով պարսկերենի գործածությունը, թեպետև այն գիտեք կրթական մակարդակում միանգամայն առկա է եւ ատրպատականի բոլոր թուրքերը պարսկերեն շատ լավ գիտեն եւ կարողանում են խոսել եւ իրենց իսկ պետական լեզուն է բոլոր իմաստներով, այդ թվում եւ ամենափոքր գյուղական վարչարարության մակարդակի վրա։ Բայց եթե Իսրայելին եւ ներկայիս ԱՄՆ վարչակազմին այնուամենայնիվ մեծագույն ջանքերով կամ առանց մեծագույն ջանքերի հաջողվի Ադրբեջանին ներքաշել Իրանի դեմ հատկապես ցամաքային գործողություններին, ես ընդգծում եմ հատկապես ցամաքային գործողություններին, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են միանգամից հայտարարել, որ իրենց հաջող գործակցության համար, որովհետև մենք գիտենք, որ
այնուամենայնիվ Ադրբեջանը չի սկսի հատկապես ցամաքային ռազմական գործողությունները Իրանի դեմ, եթե առ այդ չունենա նաև Թուրքիայի համաձայնությունը, եւ քանի որ անգամ ծանրագույն հարվածի տակ գտնվող Իրանի Իսլամական Հանրապետությունը անգամ այս վիճակում շատ լուրջ մրցակից է ադրբեջանական բանակին, ապա վստահաբար Թուրքիան եւս պետք է զգալի չափով ստանձնի Ադրբեջանի ռազմական անվտանգության երաշխավորի դերը, հատկապես դա նաև պայմանագիր կա Շուշի այդ վերաբերյալ։ Հետևաբար նրանք կարող են պարզապես հայտարարել, որ Հայաստանի մի մասի, բավական մեծ մասի ռազմակալումը հրամայաբար անհրաժեշտ է Իրանի դեմ ցամաքային գործողությունների հաջողությանը հասնելու համար, եւ այդ իսկ պատճառով նաև արևմուտքում գործնականում ոչ ոք չի անդրադառնա խնդրին եւ նրանք ուրեմն 1-2-3 օրում կջանան ցամաքային լիակատար ուրեմն կապ հաստատել միմյանց հետ եւ ուշադրություն, քանի որ այսօր բարեբախտաբար այնուամենայնիվ տակավին ճանապարհը կառուցված չէ Նռնաձորով, այսինքն այս պահին դեռ գործնականում շատ դժվար է կամ ռազմական արդյունավետության տեսանկյունից անհնարին է օգտագործել Կովսական Նռնաձոր կամ Նյուվադի, ասենք Շվանիձոր Մեղրի հատվածը ամենափոքր իսկ նշանակության փոխադրումների համար, ապա այդ անմիջական եւ անխոչնդոտ տարածքային կապի Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև հաստատումը պետք է ենթադրի առնվազն Սյունիքի, հավանաբար նաև Վայոց ձորի եւ անգամ Արարատի մարզի որոշ բնակավայրերի ռազմակալումը եւ այդ ռազմակալման հիմնավորումը պետք է լինի, որ Միացյալ Նահանգների համար դեպի Իրան ցամաքային ներխուժման արդյունավետությունը այնքան կարևոր է, որ Հայաստանը պետք է պարզապես մի կողմ քաշվի եւ ինչպես թուրքական դիվանագիտությունը տակավին 20-րդ դարասկզբին էր ասում, մեզ պետք է ճանապարհ տակ։ Հետևաբար մենք ծայրահեղ ծանր եւ անմիջական վտանգի առջև ենք եւ այս իմաստով եկեք սա եւս արագ ասեմ, լուրեր կան, որ Փաշինյանն ակնարկել է, որ եթե Ադրբեջանին անհրաժեշտ կլինի ցամաքային անխոչնդոտ կապ Թուրքիայի հետ մինչև Թրիփի գործարկումը, ապա Հայաստանը բարեկամաբար կարող է նման հնարավորություններ հատկացնել։ Այսինքն մենք իսկապես շատ վտանգավոր փուլում ենք եւ պետք է պարզապես աղոթել, որ ձգձգվի եւ իրանական պատերազմն ունենա այնպիսի ընթացք, որ Ադրբեջանը նվազագույն գայթակղություն չունենա կարծելու, որ ցամաքային ներխուժումը կարող է օգտակար լինել Իլհամ Ալիևի շահերին։ Խոսենք նաև ներքաղաքական զարգացումների մասին։ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հայտարարեց, որ ակնկալում է այս ընտրությունների արդյունքում 65% ձայն ստանալ եւ վստահություն հայտնեց, որ այսպիսով Հայաստանում երրորդ անգամ իրեն կհաջողվի հեղափոխություն իրականացնել։ Ձեր գնահատմամբ Փաշինյանին որքանով կհաջողվի նման բարձր տոկոսով ձայներ ստանալ եւ ձեզ հայտնի է արդյոք աշխարհում որևէ այլ երկիր, որի գործող ղեկավարն իր պաշտոնավարման օրոք 3 անգամ հեղափոխություն է անում։ Չի ստացվում, որ նա սրանով ինքն իր դեմ է հեղափոխություն իրականացնելու։ Նիկոլ Փաշինյանը որչափ պետական դավաճան է, ամենածայրահեղ եւ պատմական ահռելի ծավալների աննկարագրելի պատմական անեծք իր վրա կրող տիեզերական մասշտաբի դավաճան, կներեք այս գեղարվեստական շեղման համար, միաժամանակ այնուամենայնիվ ճարպիկ լինելով հանդերձ նա միաժամանակ խեղկատակ է իր որպես կերպար, հետևաբար նրա շատ արտահայտություններ ես պարզապես չեմ մեկնաբանում եւ այս երրորդ, չորրորդ հեղափոխություն անելու իր ասածները կամ մենք Արցախում իրականում հաղթեցինք, որպեսզի ձեռք բերենք Հայաստանի անկախությունը, այս կարգի ստոր այլանդակ, անբարո, բայց միաժամանակ խեղկատակ արտահայտություններ
ես հոգեբանը չեմ, որ մեկնաբանեմ, հետագայում եթե պահպանվի հայոց պետականությունը, հույս ունեմ, որ դատախազը եւ դատական մարմինները իրենց պատշաճ գնահատականը կտան իր գործողություններին եւ իր արտահայտություններին, բայց ես պետք է եւ նաեւ պետք է իհարկե ձեզ զգուշացնեմ, որ ես իմոտո չեմ հետևում ներհայաստանյան հատկապես ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձություններին, որոշակի անհուսություն տածելով տեղի ունեցողի նկատմամբ դրական ելքի տեսանկյունից, բայց ես պետք է մի բան պնդեմ եւ ինձ թվում է, որ դա շատ կարեւոր է։ Եթե 21 թվականին Նիկոլ Փաշինյանը կարողացել է համոզել հայ հանրությանը, որ պատերազմում պարտության գլխավոր եւ հիմնական մեղավորը պայմանական նախկիներն են, ապա այսօր որչափ էլ նա վերակենդանացնի Ռոբերտ Քոչարյանին կամ թերևս Վիտալի Բալասանյանին եւ այդպիսի բացարձակորեն հանրորեն մերժելի կերպարներին, կամ որչափ էլ կամենա, որ հենց Սամվել Կարապետյանը լինի նրա գլխավոր մրցակիցը ընտրություններում, հենց շահագործելով նրա օլիգարխ լինելը կամ կապվածությունները Ռուսաստանի Դաշնության հետ, որոնք շատերի համար մերժելի իրողություններն են, սակայն Նիկոլ Փաշինյանի եւ դա չափազանց հստակ երևում էր վերջին ամիսներին եւ առավել ուժգին կերպով նկատելի է լինելու նաեւ այսուհետեւ, նա գլխավորապես գործարկելու է պատերազմի շանտաժը։ Ես իմ խոսքերով կփորձեմ դա նկարագրել այսպես. Ադրբեջանի համար միակ ընդունելի տեխնացուն ես եմ, որովհետև ես եմ կարողանում ընդունելի կառավարելի զիջումներով հեռացնել պատերազմի հեռանկարը։ Ցանկացած այլ ընտրություն, ցանկացած այլ տեխնացու Ադրբեջանի կողմից կմեկնաբանվի որպես ռևանշիստական տեխնացու եւ ի վերջո դա կհանգեցնի ռազմական գործողությունների վերսկսմանը։ Դրա համար ես կարող է, այսինքն ինքը կարող է որոշակի սխալներ խոստովանել եւ այլն, բայց ինքը միշտ ասելու է, որ իմ այլընտրանքը Ադրբեջանի հետ նոր կործանարար պատերազմն է, որից հետո կրկին ինձ է կընտրելու, որտեվ միայն ես կարողանում եմ ներեցեք կրկնության համար կառավարելի ճակերտների մեջ զիջումներով խաղաղեցնել Ալիևին եւ համոզել նրան, որ նա հանդուրժի մեր պետականության գոյությունը այս տարածաշրջանում։ Մենք ականատես ենք լինելու ուժգնագույն պատերազմով շանտաժի։ Եվ պետք է ցավոք սրտի մի բան արձանագրեմ, ես մեծապես հույս ունեմ սխալվելու, բայց ես այդպիսի երևույթ եմ տակավին նկատում մտածողական, մի փոքր նաև հոգեբանական մակարդակի վրա, շփվելով ամենապարզ շարքային անձանց հետ հենց Սյունիքում, ուրեմն շատ մարդիկ 21 թվականին դեռ վստահելով եւ հավատալով, որ նա մեղավոր չէ պարտության համար գնացել դրա օգտին քվեարկել եմ, ինչ որ իմաստով համակրելով Նիկոլ Փաշինյանին, այսօր այդ իմ ճանաչած բոլոր մարդիկ, որոնք 21 թվականին նրան համակրելով են կամ վստահելով են վերընտրել, այսօր ուրեմն անձնական անհատական զրույցներում կարող են անգամ ամենաանպատկար հայհոյանքներ ուղղել Նիկոլ Փաշինյանի հասցեին, բայց ես վախենում եմ, որ պատերազմից խուսափելու ամեն գնով նոր Ադրբեջանի հետ պատերազմ չթույլատրելու ձգտումը կարող է ստիպել նրանց հայհոյելով հանդերձ այնուամենայնիվ գնալ եւ ընտրել Նիկոլ Փաշինյանին, ասելով, որ հակառակ պարագայում ես կամ ավելի լավ մարդուն չեմ ընտրելու, միևնույն է բոլորն էլ վատն են, կամ այլ ավելի լավ մարդուն ընտրելով այնուամենայնիվ կարող եմ իմ ընտրությամբ խաղաղությանը ոչ նպաստավոր իրավիճակ ստեղծեմ եւ արդյունքում կրկին բոլորս տուժելու ենք։ Այսինքն մարդիկ կարծում են, որ Նիկոլ Փաշինյանին կհաջողվի խաղաղություն բերել անգամ այդ գնով։ Գիտեք, մի տարօրինակ բան կասեմ ձեզ, եթե այդ հարցը, այսինքն արդյոք դա հնարավոր է իր վերընտրությունը, ճիշտ եմ հասկացել հարցը, որտեղ պահիտակ կապի մի փոքր Փաշինյանի վերընտրությամբ այդ խաղաղությունը կհաստատվի։
Ոչ մենակ այդ վերընտրությունը, այլ խաղաղությունը կհաստատվի հենց Փաշինյանով։ Ուրեմն եկեք միանգամից ես շնորհակալ եմ այս ուղղորդող հարցի համար, անխտիր բոլորի համար պետք է հստակորեն, բացարձակորեն պարզ լինի, որ Փաշինյանի զիջումները թող անգամ մեծապես նսեմացուցիչ եւ ստորակարճ, բայց ոչ մի խաղաղություն իրականում չեն բերում։ Նրանք պարզապես անխուսափելիորեն, դաժանորեն, առանց որևէ այլ տարբերակի պարզապես մոտեցնում են Հայաստանի Հանրապետության որպես պետության լուծարման, հայրենազրկման եւ մինչեւ իսկ տեղայնական կամ ոչ այդքան տեղայնական ցեղասպանության հեռանկարը, որովհետեւ գոյություն ունի բացարձակ ճշմարտություն, որին եւ ընդհանրապես մեր ոչ միայն քաղաքական դաշտի, մեր ազգային հանրային քաղաքական մտածողության մեծագույն արատներից ցայսօր այս է։ Մենք պետք է այնուամենայնիվ որչափել դաժան լինի, որչափել ծանր լինի, պետք է ինքներս մեզ խոստովանենք, որ թուրքական շրջապատը նպատակ չունի, անգամ միջնաժամկետ հեռանկարում որևէ նպատակ չունի հանդուրժելու մեր պետության գոյությունն առհասարակ եւ խաղաղության օրակարգերը, ճակերտների մեջ կառավարելի զիջումները, նրանց անխտիր բոլոր այլանդակ եւ կործանարար պահանջների հլուհնազանդ իրականացումը, անգամ հայոց բանակի լուծարումը, ինչպես ԿՊ-ում այոյի միջալոց պետք է ասեմ, որ կան անձինք, որոնք ներքին խոսակցություններում եւ դա տարիներ տևող իրողություն է, առհասարակ մտածում են, որ շուտով կգա մի պահը, երբ առհասարակ մեր արտաքին անվտանգությունը երաշխավորելու է Թուրքիայի Հանրապետությունը եւ թուրքական բանակը եւ հայոց բանակի կարեւորությունն ու անհրաժեշտությունն իսկ չի լինելու, հատկապես այն ինչ որ իմաստով հակասելու է մեր անվտանգությանը, որովհետեւ գրգռիչ գործոն կլինի թուրքերի համար, ուրեմն այսպիսի խելացնոր կամ խիստ դավաճանական եւ ուղղորդված պատվերակատար խոսակցություններ կան եւ բոլոր պարագաներում Փաշինյանի խաղաղության օրակարգը հայրենազրկման, Հայաստանի Հանրապետության ամենաուշը միջին ժամկետներում լիակատար, այո, լիակատար ամբողջական լուծարման եւ ինչ որ իմաստով նաեւ հնարավոր ցեղասպանության օրակարգ է, եթե կասեն իսկ որտեղ է այստեղ ցեղասպանության վտանգը, պետք է քաջ հասկանանք, որ եթե աշխարհը լինի խիստ փոթորկված, եթե գերտերությունները շատ ավելի կարևոր աշխարհագրական հատվածներում երկիր մոլորակի զբաղված կլինեն շատ լուրջ անկայունությունների կառավարման գործով կամ ուղղակի ներքաշված կլինեն ռազմական բախումների մեջ, ապա Հայաստանի Հանրապետությունում մի քանի տասնյակ կամ անգամ մի քանի 100 հազարավոր մարդու ֆիզիկական բնաջնջում դառնում է միանգամայն իրական։ Ասենք 23 թվականին, երբ Արցախի մնացորդն էր դատարկվում, միանշանակ Ադրբեջանի համար նպաստավոր չէր այդ 100 հազարի նկատմամբ ուղղակի ֆիզիկական ցեղասպանություն գործադրել, որովհետև այս ժամանակ աշխարհն այն աստիճան փոթորկված եւ ապակայունացած չէր։ Բայց ես չեմ ասում, որ անպայման այնպես կլինի, բայց Փաշինյանի կառավարման շարունակության պարագայում եւ պետականության լուծարումը եւ լիակատար հայրենազրկումը անխուսափելի են, բայց եթե Հայաստանի Հանրապետության պետության լուծարման գործընթացը զուգորդվի համաշխարհային լուրջ անկայունության վիճակով, ապա մենք ունենալու ենք ոչ միայն հայրենազրկում եւ պետականության լուծարում, այլև ունենալու ենք փոքր միջին կամ միջին չափերի ուղիղ իմաստով 15 թվականը կրկնող ֆիզիկական ցեղասպանություն։ Եվ թող ոչ ոք չասի, որ այսօր դա հնարավոր չէ, եթե Հայաստանը վերածվի Սիրիայի պես տարածքի, որտեղ տասնյակ հազարավորների մահը պարզապես աննկատ եւ սովորական էր ամբողջ աշխարհի համար, ապա մենք շատ հեռու չենք այս վիճակից։
բայց մարդիկ սարսափում են արմատական ճշմարտություններ խոստովանելուց, որտեղ դա պետք է լիովին փոփոխի հասարակության կյանքը։ Մարդիկ պիտի հասկանան, որ պետք է աստվածային հրաշքներին համազոր քայլերի գնանք, որպեսզի մի կերպ մեր պետականությունը եւ մեր ֆիզիկական գոյությունը մեր հայրենիքի վերջին հողակտորում փրկենք, բայց մարդիկ եւ հոգեբանորեն դա միանգամայն ընկալելի եւ հասկանալի է, ձգտում են հերու վանել իրենցից վաղճանաբանական մտածումներ, չեն կամենում գիտակցել վերահաս սպառնալիքներ, որտեղ դա բարդացնում է առօրյա կյանքը, իսկ մարդը իսկապես կամենում է խաղաղ եւ երջանիկ ապրել, բայց խաղաղությունն ու երջանկությունը անպատասխանատու անտեսմամբ եւ արկա գոյաբանական սպառնալիքների մերժմամբ այնուամենայնիվ չի կայանում եւ կարծեմ այստեղ ես նորություն չեմ ասում։ Պարոն Քանանյան, ինչու է Արևմուտքը շարունակում Նիկոլ Փաշինյանին աջակցել վերջինիս իշխանության վերարտադրությանը, հատկապես երբ օրինակ Լեհաստանում մենք լսեցինք նրա հայտնի հայտարարությունը առ այն, որ իր իշխանությունը մտադիր չէ Հայաստանից ռուսական 102-րդ ռազմաբազան դուրս բերել։ Նայեցեք, իրականում Նիկոլ Փաշինյանը շատ հարմար է անխտիր բոլորին, որովհետև անդեմ, անսկզբունք գործիչ է, որը պարզապես հլուհ հնազանդ կատարելու է ուժեղի հրամանը։ Ընդ հաճախ նա կարող է տարբեր հրամաներ ստանալ տարբեր ուժի կենտրոններից եւ նայած թե այդ կոնկրետ պահին ումից է ավելի շատ սարսափում, ապա հենց այդ կենտրոնի հրամանն էլ կատարելու է։ Քանի որ Հայաստանը Նիկոլ Փաշինյանի գործունեության շնորհիվ վերջնականապես ոչ թե պարզապես, այլ վերջնականապես դադարել է քաղաքականության սուբյեկտ լինելուց, լիովին իսպառ դադարել է, ապա այդպիսի անձանխտիր բոլոր ուժի կենտրոնների համար միանգամայն հարմար է։ Հատկապես եթե մենք դիտարկենք Միացյալ Նահանգների արդի վարչակազմը, ապա եթե նախորդ վարչակազմերը դեռ որոշակի տուրք էին տալիս ձևական սկզբունքայնությանը, գոնե որոշակի տուրք տալիս, ապա ներկայիս Թրամփյան վարչակազմը վերջնականապես թոթափել է անգամ ձևական, այսինքն բարոյականության կամ քաղաքական սկզբունքայնության բոլոր մոտեցումները եւ այսօր եւ հատկապես քանի որ Հայաստանը ինքնին որևէ կերպ չի կարճում իր սուբյեկտայնության մնացորդներից, ապա Հայաստանը անխտիր բոլորի համար պարզապես ուրեմն մանրադրամ է, որի շուրջ անընդհատ արևտուր է գնում ամենատարբեր ուժի կենտրոնների միջև եւ դրա համար հայ իհարկե մենք կարող ենք հավելել որպես շատ երկրորդական հանգամանք, տեսեք, ես չեմ ասում, որ սա առաջնային է, Նիկոլ Փաշինյանի թիմին հաջողվել է քաղաքականապես եւ չգիտեմ վերջին տասնամյակների փորձը դա շատ ակնառու կերպով ցույց է տալիս, առանձնապես իրողությունների մեջ չխորացող կամ իրողությունների իսկության մեջ չթափանցող արևմտյան եւ հատկապես եվրոպական քաղաքական շրջանակներին կարողացել են համոզել, որ իրենք շատ զգուշավոր եւ շատ դանդաղ ուրեմն անցում են կատարում ռուսական վերահսկողությունից դեպի արևմտյան աշխարհաքաղաքական կողմնորոշում, ես այդ բանին դեռ կանդրադառնամ մի պահ, եւ այո, նրանք Փաշինյանին իրենցն են ընկալում, հետեւաբար այո, եվրոպական մարմինները առնվազն ընտրություններում հնարավոր չարաշահումների անտեսմամբ աջակցելու են Նիկոլ Փաշինյանին, ինչպես նաև լրելիային ողջունելու են Նիկոլ Փաշինյանի տեսականորեն հնարավոր որոշ ուժային գործողություններ քաղաքական այն ընդդիմադիրների նկատմամբ, որոնք Նիկոլ Փաշինյանի իրադրային պատկերացմամբ կարող են իրեն վտանգավոր լինել կամ մեծապես վտանգավոր լինել նախընտրական եւ հետընտրական ժամանակահատվածում։ Իսկ Ռուսաստանի մասով
Ռուսաստանի մասով ես շարունակում եմ պնդել, որ ոչ թե լավ կյանքից, այսպես ասած, ռուսերեն չի խոսք կա от хорошей жизни, այլ դաժան իրողությունների բերմամբ Ռուսաստանը պատմության այս փուլում համաձայնվել է իր վերահսկողական կամ կայսերական հաշվեկշռից Հայաստանը փոխանցել Թուրքիայի, ավելի ճիշտ կլինի ասել Թուրքիա գծիկ Ադրբեջանի վերահսկողական հաշվեկշռին եւ այդ փոխանցումը տեղի է ունենում ըստ 2-3 հաջորդական փուլերի։ Ընթորում այդ փուլերը շատ հստակորեն արտահայտվել են նաեւ Արցախի հանձնման գործընթացում եւ ի վերջո, եթե հանկարծ ինչ-ինչ անսպասելի զարգացումների բերմամբ Ռուսաստանը կտրուկ չբարելավի իր ռազմական կարողությունները Ուկրաինայում կամ շատ արագ չվերականգնի իր նախկին կշիռը, իրական ռազմական եւ տնտեսական կշիռը, ոչ թե հռչակագրային կշիռը, ապա այո, պատմության այս փուլում Ռուսաստանը մի տեսակ ակամա հաշտվել է, որ հատկապես Հայաստանը անցնում է իր հաշվեկշռից Թուրքիայի հաշվեկշռին։ Անդրադառնանք նաև ընդդիմությանը, այս օրերին ակտիվ վերադասավորումներ են ընթանում նաև ընդդիմադիր դաշտում, վերջիններս չեն էլ թաքցնում, որ իրենց նպատակը Գյումրիի սցենարով իշխանափոխության հասնելն է։ Ինչպես է գնահատում ընդդիմության շանսերը այս փուլում եւ համապետական մակարդակում, որքանով դրանց կհաջողվի Գյումրու սցենարը խաղարկել եւ այդպիսով իշխանությունը վերցնել։ Արտաքին աջակցությունը, որը Նիկոլ Փաշինյանը ամենատարբեր պատճառներով, բայց գերազանցապես եւ առաջնահերթորեն անխտիր բոլորին նպատակահարմար լինելու պատճառով է ստանում, կարող է ազդեցություն ունենալ ընտրությունների արտաքին գնահատման վրա։ Այսինքն ընտրություններից հետո կարող են հեղինակավոր եզրակացություններ հնչել եվրոպական մարմիններից, թերևս Միացյալ Նահանգներից, որ ընտրությունները անցել են օրենսդրությանը եւ ընտրական օրենսգրքին համապատասխան։ Ես չեմ կարծում, որ արտաքին աջակցությունը կարող է խորապես ազդել ներքին իրական գործընթացների վրա։ Այստեղ բնականաբար կարևոր կլինեն նաև հետընտրական զարգացումները բոլոր դեպքերում, որովհետև բոլոր կողմերը պետք է նաև ցուցադրեն իրենց իրական ազդեցությունը զանգվածների վրա, որպեսզի վերջնականապես տեղի ունենա ընտրությունների արդյունքների կայացումը կամ չեղարկումը կամ վերագնահատումը եւ այլն եւ այլն։ Ես սա եմ ուզում ասել, որ եթե ինձ նման հարց ուղղվեր տակավին 1 ամիս առաջ, ես վկայակոչելով պատերազմով շանտաժը եւ ընդհանուր եւ շատ խորը բարոյալքվածությունը հայաստանյան հանրության, ես կասեի, որ ինչ որ հույսեր չեմ տածում Նիկոլ Փաշինյանի այս փուլում իշխանազրկելու հնարավորությունների նկատմամբ, սակայն զարմանալիորեն հենց ՔՊ-ի ներսում տեղի ունեցող գործընթացները, նրանց հոգեբանական անկայուն վիճակը, ջղաձգվածությունը, տարբեր այլ դժվար մեկնաբանելի, բայց հոգեպես մի տեսակ կռահելի կամ զգալի նշաններ ցույց են տալիս, որ առնվազն Նիկոլ Փաշինյանի անմիջական շրջապատում կան լուրջ մտահոգություններ ընտրությունների կապակցությամբ եւ նրանք ըստ երևույթին ունեն լուրջ մտահոգություն, որ զարգացումները կարող են իրենց վերահսկողությունից դուրս գալ։ Սակայն ինձ թվում է Նիկոլ Փաշինյանի հերացման խնդրին համահավասար է մեկ այլ խնդիր, թե ովքեր են տեսականորեն կարող գալ եւ զբաղեցնել իր տեղը։ Իհարկե կա մի տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանն այնպիսի չարիք է, որ ով էլ գա ավելի լավ կլինի, քան Նիկոլ Փաշինյանը։ Ինքս ինձ համար Նիկոլ Փաշինյանն այն աստիճան բացարձակ անմարսելի չարիք է,
որ ինչ էլ լինի, ես կողմ կլինեմ, որ նա իշխանազրկվի։ Այստեղ ես որևէ այլ տեսակետ ունենալ չեմ կարող։ Բայց ես տակավին չեմ տեսնում իրական այլընտրանքը ազգային պետական օրակարգով եւ ներքին ժողովրդավարությամբ ձևավորված մի քաղաքական ուժի, որը կարող է թերթել հետխորհրդային Հայաստանի Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնադրած քաղաքական համակարգի այս մեռելածին էջը եւ իսկապես հայոց պատմության մեջ նոր էջ բացի, ես դեռ այդպիսի քաղաքական ուժ կամ միավորում չեմ տեսնում եւ դրա համար նաեւ զգալի կրավորականությամբ եմ անդրադառնում եւ վերաբերվում եւ ինչու՞ չէ նաեւ մասնակցում տեղի ունեցողին, բայց իմ մաղթանքն է, որ ի վերջո մեր ազգը կարողանա ունենալ ազգային պետական առաջնահերթություններով, պատասխանատվությամբ, ազգային պետականակերտման օրակարգով առաջնորդվող առողջ ողջամիտ քաղաքական ուժ, որը օժտված կլինի ներքին ժողովրդավարությամբ, չլինի մարդ կուսակցություն, չլինի 1-2 անձի շուրջ կամ 1-2 օլիգարխի ֆինանսական կարողությունների շուրջ ձևավորված ուժ, այլ ներքին ժողովրդավարությամբ, նախընտրությամբ ձևավորվի, կայանա եւ արտահայտի հայոց ազգային պետականակերտման օրակարգի բոլոր հրամայականները։ Առայժմ այսպիսի ուժ ես չեմ նկատում, դա զարմանալի չէ, երրորդ հանրապետության բոլոր վարչակազմերը Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած հետևողականորեն զբաղվել են իրական պետականակերտ այլընտրանքի ձևավորումը կանխելու քաղաքականությամբ, դրա համար այն ցայսօր գոյություն չունի, բայց թերևս պատմական այս փուլում կամ երրորդ հանրապետության անկումից հետո 100-ամյակներ այն ժամանակի պայմանների համապատասխան տեղի ձևավորվի։ Եվ ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական արշավը այս շրջանում թուլացել է, մի շարք հոգևորականների խափանման միջոցները փոխվեցին, որոշներն առհասարակ կալանքից ազատվեցին։ Ձեր գնահատմամբ ինչով է այս իրողությունը պայմանավորված, արդյոք Նիկոլ Փաշինյանը գիտակցում է, որ այս ամենի հետևանքով ձայներ է կորցնում եւ դրա համար է որոշակի դադար վերցրել, թե այստեղ նաեւ այլ իրողություններ կան։ Նիկոլ Փաշինյանը, կրկնեմ, ոչ միայն պետական սահմռկեցուցիչ տարողության դավաճան է, այլ նաև աննկարագրելի չափի ապիկար եւ ապաշնոր անձնավորություն է կառավարման կարողությունների տեսանկյունից։ Տառացիորեն ինչին նա դիպչում է, ապականվում է կամ խորտակվում։ Հետևաբար Նիկոլ Փաշինյանի ապիկարությամբ նախաձեռնված անխտիր բոլոր գործընթացների վերջը ինքնաբերաբար ձախողվելու է, ձախողման բոլոր նախադրյալներն ունի իր մեջ։ Ակնհայտ էր, եւ ես սա պարբերաբար արտահայտել եմ, որ հակաեկեղեցական արշավը ոչ միայն եւ ոչ առաջնահերթորեն առաջնահերթորեն արտահայտել է Նիկոլ Փաշինյանի վրեժխնդիր ատելությունը հայոց կարևորագույն ազգային հաստատության Հայաստանի այս եկեղեցու նկատմամբ, այլև առաջնահերթորեն ուղղորդված էր դրսից։ Մենք տեսնում ենք, որ ներկայիս հայոց պետականության մնացորդները լուծարելու թուրքական պետական քաղաքականությունը, այդ պետականությունը լուծարելուն զուգահեռ ուրեմն նպատակ ունի նաև խորտակել հայոց սփյուռքի կարողությունները։ Դրա համար ես տարբեր առիթներով մեր սփյուռքահայ եղբայրներին, հայրենակիցներին զգուշացրել եմ, որ մոտակա տարիներին Հայաստանի անկմանը զուգընթաց աճելու են եւ շատ ավելի համակարգված
բնույթ են ստանալու սփյուռքյան կազմակերպությունների դեմ գործողությունները, որոնք Թուրքիայի մեծագույն թողտվությամբ եւ հաճույքով կատարելու է Ադրբեջանը։ Եկեք մի պահ հիշենք պարզապես, որ Ադրբեջանը բավական մեծ հաջողությունների հասավ Ֆրանսիայի դեմ գործելով տարբեր երկրամասերում, եւ Ադրբեջանն արդեն ունի այս փորձառությունը արտասահմանում կազմակերպելու սադրիչ, քայքայիչ գործողություններ եւ Ադրբեջանն է կառավարելու համընդհանուր հարձակում, հալածանք բոլոր քրեական, ուժային, դատաիրավական միջոցներով հարձակում հայոց սփյուռքյան ամենատարբեր համայնքների եւ կազմակերպությունների նկատմամբ, եւ հայոց սփյուռքի նկատմամբ հարձակումը չի կարող մի կողմն անցնել նաեւ եկեղեցուն, որովհետեւ ի տարբերություն մեզ թուրքերը շատ ավելի լավ են պատկերացնում եկեղեցու դերը հայության հարատևման պատմական հոլովույթում, մեզնից անչափ ավելի լավ են գիտակցում։ Հետևաբար հայոց եկեղեցու պառակտումը, աղանդավորացմամբ բովանդակախեղումը, ուրեմն նրանց կարևոր արտաքին քաղաքականության տարրերն են։ Հետևաբար Փաշինյանը նախ եւ առաջ կատարում էր պայմանական ասած Փաշազադեի քաղաքական հրահանգը, որը սակայն միաժամանակ մեծապես իր սրտից էր բխում, որտեղ Փաշինյանի վրա շատ մեծ ազդեցություն ունի կյանքի խոսք աղանդը, եւ Փաշինյանի հակաեկեղեցական արտահայտություններում կրոնագետի համար միանգամայն նկատելի էին աղանդավորական ձևակերպումներ կամ այնպիսի մտքեր, որոնք կարող էին ծնվել միայն աղանդավորական ուրեմն շրջանակներում, բայց կրկնում եմ, Նիկոլ Փաշինյանն այն աստիճանի ապիկար է, այն աստիճանի անկարող է որևէ բան ավարտին հասցնել, որ այստեղ եւս մենք տեսանք շատ հապճեպ, չտրամաբանված, միասնական տրամաբանությանը չհետևող ոտնձգություններ, եւ այստեղ ինքը մեծապես գերագնահատել է իր կարողությունները, մեծապես թերագնահատել է եկեղեցու հեղինակությունը, ի հեճուկս բազմաթիվ հոգևորականների ունեցած ոչ պատշաճ կենցաղային կամ այլ դրսևորումների, այնուամենայնիվ մեր ժողովուրդը կարողանում է տարանջատել ինչ-ինչ եկեղեցականների անհամապատասխանությունը հոգևոր կյանքի բարձրագույն սկզբունքներին եւ չափանիշներին, կարողանում է տարանջատել դա եկեղեցու որպես հաստատության սրբությունից, կարևորությունից եւ այլն։ Ես նաեւ համոզված եմ, որ որոշակի արտաքին ազդակներ եղան, մենք գիտենք, որ Միացյալ Նահանգներում այնուամենայնիվ եղել են բազմաթիվ միջամտություններ, եւ հրապարակային եւ ոչ հրապարակային, եւ կարծում եմ, որ որոշակի թեթևացումը թերևս չեմ պնդում, բայց նաեւ չեմ բացառում, որ կարող է կապված լինել Վենսի այցելության հետ, եւ իհարկե այն, որ Փաշինյանը չի կարողացել տապալել ամենայն հայոց կաթողիկոսին, չի կարողացել Էջմիածնի գահին ժամանակավորապես բազմեցնել ապօրինի հակականոնական եւ հերձվածող տեղապահին, կամ առավել եւս կազմակերպել ազգային եկեղեցական ժողով եւ ընտրել տար իր սրտի եւ թուրքերի ուրեմն ծրագրերին համապատասխանող մեկ այլ ճակերտների մեջ հոգևոր առաջնորդ, այո, այս հակեղեցական փաստորեն այս փուլում լիակատար ձախողման ենթարկված արշավը չի մեծացնելու Նիկոլ Փաշինյանի ձայների, Նիկոլ Փաշինյանի օգտին տրվելիք ձայների թիվը եւ որոշակիորեն վնասելու է իրեն նախընտրական փուլում։ Թեպետ եւ եթե նա կարողանա վերարտադրվել, ապա ես կարծում եմ, որ նա եւս քայլեր կձեռնարկի իր համար ավելի ապահով նոր վերընտրված քաղաքական միջավայրում, ուրեմն շարունակելու
եկեղեցու դեմ իր գործողությունները, հետևաբար հակաեկեղեցական այդ շարժումը կամ այդ ոտնձգությունները դեր ունենալու են նոր եւ վտանգավոր սրացումներ, հատկապես նրա վերընտրվելուց հետո։ Եվ ամփոփելով մեր զրույցը, եթե այսպես կետերով նշենք, ինչ է սպասվում Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին, եթե հունիսի 7-ին կայանալիք ընտրություններում Նիկոլ Փաշինյանին հաջողվի իշխանությունը վերարտադրել ու եւս 5 տարի ղեկավարել Հայաստանը։ Մենք ականատես ենք լինելու հայոց պետականության լուծարման արդեն անշրջելի այս պատմական փուլում անշրջելի գործընթացներին, նա խորտակելու է սահմանադրական կարգը ընդունել տալով մի սահմանադրություն, որը հակասելու է անկախության հռչակագրին։ Նիկոլ Փաշինյանը կամա թե ակամա սկսելու է նաև այսպես կոչված տասնյակ, հետագայում 100 հազարավոր ադրբեջանցիների Հայաստանի Հանրապետության տարածք փոխադրելու գործընթացը, Ալիևը դա շատ հստակ ձևակերպել է որպես հրամայական իր համար եւ որպես հրամայական պահանջ ուղված Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Ալիևի համար 300,000 պայմանական 300,000 ադրբեջանցիների վերադարձը ճակերտների մեջ Արևմտյան Ադրբեջան նույնքան կարևոր եւ սկզբունքային է, որքան Զանգեզուրի միջանցքի բացումը։ Ուրեմն մենք տեսնելու ենք, որ շարունակվելու է հայոց հատկապես զինված ուժերի լուծարման ուղղված գործընթացը եւ այդպես շարունակելու պարագայում իհարկե արտաքին զարգացումները եւս չափազանց կարեւոր կլինեն, բայց էական չէ 5 կամ 15 տարի հետո ինչ որ մի օր մենք կհայտնվենք մի վիճակում, երբ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում Նիկոլ Փաշինյանը կամ նրա հաջորդած համանման մի վարչապետ պարզապես կստորագրի Հայաստանի Հանրապետության լուծարման հրամանագիրը, ճիշտ այնպես ինչպես Ստեփանակերտում ժամանակին այն ստորագրվեց, եւ հիմնավորումը կլինի շատ հուզիչ, եթե նոյեմբերի 9-ին փրկվում էր 20, ապա 25,000 զինվորականի կյանք, ապա այս պարագայում կփրկվի ճակերտների մեջ բնականաբար 2 միլիոն մարդու կյանք։ Սա կարող է շատ վաղճանաբանական թվալ, բայց ինչ ասեմ։ Նոյեմբերի 9-ից հետո հարյուրավոր անգամներ, այդ թվում եւ YouTube-յան եթերներով ես պարբերաբար եւ բավական մանրամասն եմ նկարագրել Արցախի նոյեմբերի 9-ով անխուսափելի դարձած հանձնման ժամանակագրությունը եւ Հայաստանի Հանրապետության մնացորդի հանձնման, ռազմակալման եւ լուծարման նկարագրությունը իմ Facebook-յան գրառումների էջերում նույնպես արկա է, ես հիմա չեմ ուզում այդ տխուր եւ սոսկալի սցենարը հիմա եւս նկարագրել, բայց ես իսկապես կամենում եմ որ իմ հայրենակիցները գիտակցեն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը նպատակ չունեն անգամ մոտակա տասնամյակների կտրվածքով հանդուրժելու մեր պետական գոյությունը եւ որ բոլոր փորձերը նրանց անխտի բոլոր պահանջները բավարարելու գնով գնել իրենցից համաձայնությունը մեր թշվառ եւ անբովանդակ եւ անսուբյեկտ պետական գոյության սին են եւ անհույս են ի սկզբանե։ Հետևաբար մեզ տրված չէ այլ ընտրանք, քան կայանալու հակադրվելով թուրքական շրջապատի մեզ ֆիզիկապես բնաջնջելու հստակ եւ կրկնում եմ իրենց պարագայում եւս անշրջելի հայեցակարգ, հակադրվելով այդ հայեցակարգին։ Ուրիշ տարբերակ չկա։ Պարոն Քանանյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Շնորհակալություն նույնպես։
Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանի հետ։ Կհանդիպենք։